Կանխատեսել ապագան նշանակում է նախագծել, պլանավորել այն։ Վարչապետի համոզմամբ ապագան գլոբալ ոլորտային առումով կանխատեսելի է։ Ակադեմիական քաղաք գիտելիքի միջազգային համաժողովին նա հանդես է եկել բանախոսությամբ, ընդգծել, եթե հնարավոր է կանխատեսել, ինչ տեղի կունենա 1 կամ 5 րոպե հետո, ինչու կանխատեսելի չէ 1, 10, 100 տարի հետո սպասվող ապագան, իսկ հնարավոր է կանխատեսել ամեն անհատի ապագան։ Կարծում ենք, որ այո, եւ մենք ըստ էության սկսել ենք 1 անհատի ապագայի պլանավորման աշխատանքը կամ բանաձև ենք առաջարկել, որով առաջարկում ենք պլանավորել ամեն անհատի ապագան։ Կարևոր ենք համարում, որ այս պատկերը լինի բոլոր դպրոցներում։ Լավ սովորիր, որ լավ ապրես, սա ի՞նչ է։ Սա ապագայի կանխատեսում է կամ ապագայի պլանավորում է։ Կրթության ոլորտի ռազմավարությունները ըստ Փաշինյանի այն մասին են, որ կարելի է կանխատեսել ամեն անհատի ապագան։ Կարևոր է, որ երեխան ինքը հասկանա իր ամենօրյա դպրոց հաճախելը ապագայի կանխատեսում եւ պլանավորում է, նշել է պետության ղեկավարը, հավելել. կրթությունը անհատի ապագայի կանխատեսման հարթակ է։ Ակադեմիական քաղաքի նախագիծը իրականում անհատի ապագայի կանխատեսման համակարգը ավելի ուժեղացնելն է եւ անհատի ապագայի կանխատեսման համակարգը տրանսֆորմացնելն է պետության ապագայի կանխատեսման համակարգի։ Եվ իմ կարծիքով ակադեմիական քաղաքը այն նախագիծն է, որը առավել ուժեղացնելու է անհատի ապագայի կանխատեսման բանաձևը։ Կրթական համակարգի դերը երեխայի տաղանդը բացահայտելն ու այն զարգացնելն է։ Այս առումով Փաշինյանը կարևոր է համարում, որ ակադեմիական քաղաքը ունենալու է բոլոր ուղղություններով ավագ դպրոցներ, հնարավորություն ընձեռելով աչքի ընկած երեխաներին միջանկյալ փուլում ավելի մոտ գտնվել բարձրագույն եւ հետբուհական կրթությանը։ Մեր պլանավորումը այն է, որ ակադեմիական քաղաքը դառնալու է գրավիտացիոն կենտրոն Հայաստանի Հանրապետության կյանքի համար, բոլոր ոլորտների կյանքի համար, որը կանխորոշելու է կյանքի ընթացքը Հայաստանի Հանրապետությունում անհատական մակարդակով, խմբային մակարդակով, համայնքային մակարդակով եւ պետական մակարդակով։ Պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի կրթական համակարգի ներկա վիճակն ու դրա զարգացման հեռանկարը, վարչապետը նշել է. կրթության համակարգի վիճակը Հայաստանում վատ է, բայց լավ լուրն այն է, որ կա հստակ պլան եւ նախագիծ, ինչպես է պետք փոխել իրավիճակը։ Հանրապետության մարզեր այցելելիս ես հաճույքով իմանում եմ, որ մարզերում կան ուսուցիչներ արդեն, որ 500,000 դրամ աշխատավարձ են ստանում, 450,000, 400,000 դրամ, բայց սա չի նշանակում, որ մենք հասել ենք մեր երազանքին, որովհետև մենք պայմանավորվել ենք, որ ատեստացիաները կամավոր պետք է որոշակի շրջափուլով կրկնվեն։ Ինչ դեր կունենա ակադեմիական քաղաքը Հայաստանի կրթական էկոհամակարգի վերափոխման եւ երիտասարդ մասնագետների ներուժի լիարժեք իրացման գործում, վարչապետին ուղղված հաջորդ հարցն է։ Երկրի ղեկավարի խոսքով ակադեմիական քաղաքը պետք է լինի Հայաստանի ռազմավարական զարգացման ակսելերացիոն կենտրոն։ Ակադեմիական քաղաքի կարևոր առանձնահատկություններից մեկը աշխատատեղը պոտենցիալ ուսանողին մոտիկ բերելն է։ Եվ ակադեմիական քաղաքը պետք է լինի ինտելեկտուալ ժամանցի թիվ 1 կենտրոնը Հայաստանում։ Սա շատ կարևոր է։ Սա էլի հերթական պարսպապատ նախագիծը չի լինելու, որտեղ ելումուտ ունեն նրանք, ովքեր այդտեղ կամ ուսանող են կամ դասախոս են։ Ամփոփելով խոսքը վարչապետ Փաշինյանը ընդգծեց. ակադեմիական քաղաքը բոլորովին այլ տրամաբանության նախագիծ է, որպեսզի եւ ուսանողները եւ դասախոսները այնտեղ լիարժեք ապրելու, գործելու հնարավորություն ունենան։ Մայա Խաչատրյան, լուրեր։